նոր լուծումներ։ Եթե դու սկսում ես դահոկներ քշել, դու պետք է սկսես նաև այդ կանոնները պահել, որպեսզի չընկնես գլուխդ չջարդես։ Հայաստանի Հանրապետությունը տեղի ունեցող իրավիճակում, որտեղ հիմա մարդիկ կան, որ երրորդ համաշխարհային պատերազմ են ասում, իր դերն է բանանում։ Շորտ լավ չի, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա որևիցե process-ի մեջ, որտեղ պետք է մեր երեխաները զոհվեն, չկան։ Վատ է դա, վատ է դա։ Ես կարծում եմ լավ է։ Թող, մի րոպե։ Առաջ ընդհանրապես դուք ասում եք, որ Լսեք, լավ է, թե վատ է, դա իրականությունն է։ Ուրեմն կրկնում եմ, լավ է, թե վատ է, դա իրականությունն է, որովհետև դուք բոլորդ իմ հետ միասին ստեղծել ենք մի պետություն, ստեղծել ենք մի հանրություն, մի խոսույթ, որտեղ մեր ընդդիմությունը մտածում է, որ ինքը պետք է պահանջատիրական բաներ առաջ քաշի, քաղաքական պահանջներ քաշի եւ դրանով գա քաղաքական օրակարգ։ Մենք ենք մեղավոր, մենք վերել ենք մեր բևեռացումը հետ ենք արել։ Այո, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը խաղաղության կուսակցությունը եւ այո, մնացածը դրանք մեծամասնությունը հիմնական ընդդիմադիր դերակատարները դրանք պատերազմի կուսակցությունը։ Հիմա իրողությունը դա է։ Եթե մարդիկ, կրկնում եմ, ասում են, որ իրանք պահանջ պետք է ներկայացնեն եւ այս քառակուսի կիլոմետրից դուրս իրանք պետք է չդուրս գան, դա կոչվում է պատերազմ։ Անունը ինչ ուզում եք դրեք։ Հիմա այդ ինչ եք դուք, այսինքն ինչ պետք է ես ասեմ, որ այդ տրամաբանության մեջ չտեղավորվեմ, ես չեմ հասկանում։ Ես մեղավոր եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դրա մասին է խոսում։ Ես մեղավոր եմ, որ մնացած քաղաքական ուժերը այդ ուղղությունն են տանում։ Ու ասում եմ, նպատակը հետևյալն է, ժողովուրդ, Սովետական միությունը փլվելուց հետո բոլոր տեղերում, Միջին Ասիայում, Ուկրաինայում եւ մեր տարածաշրջանում թողել է չլուծված սահմանային հարցեր։ Մեզ էլ ասել է դուք այս որ ապրում եք Հայաստանի Հանրապետությունում, դուք միշտ երազեք, որ ձեր տունը մենակ ստեղ չի, ընդեղ էլա ձեր տունը, ընդեղ մենք էլ ձեզ տիրություն կանենք, որ մենք միշտ կախված ըլնենք իրանցից, մենք իրանցից միշտ կախված ըլնենք։ Ես հեծանիվ չեմ հորինում, եւ այո, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն, եւ այո, 2026 թվականի ընտրությունների ամսի 7-ի ընտրությունը լինելու է խաղաղության եւ հնարավոր պատերազմի մասին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար